Շնորհակալություն, ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, սիրելի երիտասարդներ։ Մինչ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 25 թվականի կատարողականի ներկայացումը մի քանի պատմությամբ կիսվեմ, որոնք հուզում, ոգևորում եւ պարտավորեցնում են մեզ ել ավելի մեծ եռանդով ծառայել մեր սիրելի ժողովրդին։ Անայդ ջան, աղջիկս, որ բերեցին հիվանդանոց, չէի հավատում, որ փրկվելու եմ։ 3 օր առաջ սրտի բաց վիրահատություն եմ տարել ու հիմա ինձ շատ լավ եմ զգում։ Մեր բժիշկները հրաշք են, ասում է 68 տարեկան տիկին Սեդան։ 2 տարի աչքերս ոչ մի բան չէին տեսնում։ Ամեն անգամ, որ հարսիս խնդրում է ինձ ուղեկցեր մի տեղ, անհարմար էի զգում։ Ախր 1000 գործ ունի անելու, բայց ինձ է խնամում։ Հիմա երկրորդ աչքս էլ վիրահատեցինք ու 3 կարտոֆիլ եմ մաքրել, ճաշ պատրաստել։ Այնքան կարոտել է ես ծաղկած ծառերը տեսնելուն, պատմում է 75 տարեկան տիկին Մարիամը։ Վաղուց ինքնազգացողությունս լավ չէր, բայց հերթը դրան չէր հասնում, որ գնամ տեսնեմ ինչն է խնդիրը։ Մեծ ընտանիք ենք, ես էլ կինս էլ աշխատում ենք, հիպոթեքով տուն ենք առել, բայց ծախսերը շատ են։ Միանգամից մեծ գումար չեմ կարող վճարել։ Հենց այս հնարավորությունը եղավ, հետազոտվեցի ու պարզվեց, որ վիրահատության կարիք կա։ 3 եմ վիրահատվել։ Լավ եմ ինձ զգում, պատմում է 42 տարեկան Կարենը, ով ինքն է վճարում ապահովագրավճարը։ Տիկին նախարար, այնքան գոհ ու շնորհակալ եմ։ Աչքերս վիրահատել եմ։ Հիմա սպասում եմ վիզաների ազատականացմանը, որ գնամ Ռիգա ուսանողական ընկերներիս հետ հանդիպման։ Այսպիսին էր Տաշիրցի թոշակառուի պատմությունը։ Ու այսպես 614 000 պատմություն։ Ահա այսքան մարդ է օգտվել 26 թվականի հունվարի 1-ից ներդրված առողջության համընդհանուր ապահովագրությունից 3 ամիսների ընթացքում։ Հարգելի գործընկերներ, առողջության համընդհանուր ապահովագրության հաջող գործարկումը հնարավոր եղավ միայն ու միայն 21-25 թվականների ընթացքում կատարված համակարգային փոփոխությունների, ենթակառուցվածքների մեջ ահռելի ներդրումների, պետական պատվերի ընդլայնման, օֆերտայի համակարգի, թվայնացման եւ այլ բարեփոխումների իրականացման շնորհիվ եւ հիմա ներկայացնեմ, թե ինչ արդյունքներ ենք գրանցել հենց 25 թվականի ընթացքում։ Նախ բժշկական ծառայությունների հասանելիության եւ որակի բարձրացման արդյունքում բարելավել է հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ կանխարգելման գործընթացը։ Բարձրացել են ապրելիության ցուցանիշները։ Արդեն իսկ 3 վարչապետը նշեց, 24 թվականին գրանցվել է կյանքի սպասվող միջին տևողության Հայաստանում երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշը կազմելով 78.6 տարի։ Արձանագրվել է վաղաժամ մահացության ցուցանիշների նվազում, մասնավորապես առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից, այդ թվում սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ, շարքարային դիաբետ։ Շարունակվել է պետական պատվերի շրջանակներում հիվանդանոցային դժվարամատչելի բժշկական օգնության ու սպասարկման ծավալների ավելացումը։ Նախորդ տարի մենք տրամադրել ենք 6 միլիոնից ավել ծառայություն, համեմատած 24 թվականի 4.3 միլիոնի։ Դրանց մեջ մտնում են սիրտանոթային հիվանդությունների 13940 վիրահատություն, գլխուղեղի կաթվածի ծրագիր 810 ծառայություն, աորտայի շերտազատված անևրիզմայի վիրահատություն 95 ծառայություն, օրգանների փոխպատվաստում, սրանք շատ ես նշում եմ ամենաթանկարժեք ծառայությունները, 71 ծառայություն։ Իհարկե, կարևորելով բուժ ծառայությունների ծավալների ավելացումը, մենք շարունակում ենք շեշտը դնել ռիսկի գործոնների նվազեցման եւ կանխարգելման վրա եւ նախորդ տարի ընդլայնվել են կանխարգելիչ հետազոտությունների ծավալները։ Այսօր մենք ապահովում ենք կոլորեկտալ քաղցկեղի, կրծքագեղձի, մարդու պապիլոմավիրուսի, սրտանոթային հիվանդությունների եւ շաքարային դիաբետի սկրինինգային ծրագրեր վերջին սերնդի թեստերով եւ սարքավորումներով։ Ուզում եմ շեշտել, որ այս հետազոտություններից հետո հայտնաբերված խնդիրների բուժումն էլ իրականացվում է պետական պատվերի կամ ապահովագրության շրջանակներում եւ սա է հենց նպաստել, որ փոխվել է նաեւ մեր քաղաքացիների վարքագիծը, նրանք շատ ավելի մեծ պատրաստակամությամբ են իրենց տարեկան հետազոտությունները անցնում։
Կարևորում եմ նաև հանրապետական շտապօգնության ծառայության հիմնադրումը, մեր մարզային բոլոր շտապօգնության բրիգադների նաև ավելացման, մեքենաների ուրեմն հագեցման աշխատանքները եւ ուղղաթիռային ծառայությունների հնարավորությունների ընդլայնումը։ Մոր եւ մանկան առողջության ոլորտում ունենք բացառիկ ձեռքբերում։ Մայրական մահացության եւ մեռելածնության նվազեցման մասով, ինչը լավագույնս է ցուցադրում մեր համակարգի զարգացումը։ Նշեմ, որ եռամյա ցուցանիշով Հայաստանի ցուցանիշը միշտ այդպես է հաշվարկվում, մեր թիվը կազմել է 11.6 պրոմիլ, ինչը երբևէ լավագույնս ցուցանիշն է, որ մենք ունեցել ենք գրանցված։ Մեռելածնության ցուցանիշը եւս նվազել է, մինչև 1 տարեկան եւ 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշները բարելավումը հապաղել է եւ պետք է ասեմ, որ նախորդ տարի մեր լրացուցիչ միջոցառումների շրջանակներում այս տարվա 3 ամիսների ընթացքում մենք արդեն տեսնում ենք տենդենց։ Բայց, սիրելի քաղաքացիներ, այստեղ ուզում եմ մի պահ կանգ առնել եւ նշել, որ մեզ մոտ մանկական մահացության պատճառներից ամենամեծը մնում է տրավմատիզմը, թունավորումները եւ պիտի խնդրեմ, որ մենք մեր վարքագիծը փոխելով, օգտագործելով ամրագոտիներ եւ երեխաների համար քարսիթեր, օգնենք, որ մեր երեխաները առողջ մնան եւ չհայտնվեն վերակենդանացման բաժանմունքում, ինչպես այսօր պառկած են մի քանի երեխաներ։ Պիտի նշեմ, որ մեր ամենասիրելի ծրագրերից մեկը անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում նախորդ տարի սպասարկվել է 7722 շահառու, ծնվել է 561 երեխա, որից 15-ը զոհված ինձարայողների ընտանիքներում։ Արձանագրվել է 1307 հղիություն։ Պետք է ասեմ, որ այս տարի մենք նաև պլանավորում ենք ընդլայնել շրջանակը շահառուների եւ առաջիկայում կանենք փոփոխություն, որի արդյունքում երկրորդային անպտղություն ունեցող մեր շահառուների տարիքը կբարձրանա մինչև 41 տարեկան։ Մեկնարկել եւ ընդլայնվել է մանկական շարժական պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունը, որի շրջանակներում իրականացվել է մոտ 800 կանչ։ Ներողություն։ Փոխհատուցվել է 25 երեխայի ականջի խխուճի պատվաստման վիրահատությունը եւ 1 տարվա վերականգնողական բուժման արժեքը։ Ուզում եմ ընդգծել այս կարևորագույն ծրագիրը, որովհետեւ սրա արդյունքում մեր երեխաները դառնում են լիարժեք անդամ հասարակության, կարողանում են իրենց ուսումը շարունակել ինչպես իրենց հասակակիցները եւ հետագայում ըստ էության դառնալ մեր երկրի տնտեսական պոտենցիալի կարևորագույն մասը։ Այո, սրանք շատ թանկ ծառայություններ են, բայց սա մենք դիտարկում ենք որպես ներդրում։ Պիտի նշեմ, որ 18 տարեկան մինչև 18 տարեկան երեխաներին մենք տրամադրեցինք շաքարային դիաբետը չափող սենսորային համակարգերը եւ սա էլ մեր երեխաների կյանքի որակի, առողջության, նրանց նաեւ հարմարավետությունը կարևորելու շատ կարևոր հատված է։ Դեղերի հասանելիության ընդլայնման մասով նախորդ տարի պետական բյուջեի շրջանակներում ծախսվել է 5.4 միլիարդ դրամ, 95 անվանում դեղերի կենտրոնացված գնում է իրականացվել եւ տրամադրվել են թանկարժեք նաեւ դեղամիջոցներ մեր քրոնիկ հիվանդներին եւ սա է օգնում, որ մեր քաղաքացիների առողջության պահպանումը ավելի լավանա եւ մենք չունենանք սրացումներ։ Պիտի առանձնակի հպարտությամբ նշեմ, որ Հայաստանում մինչև 1 տարեկան երեխաների պատվաստումների ամբողջական ընդգրկվածությունը կազմել է 95.1%։ Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատմասման ընդգրկվածությունը 48%։ Սրանք իսկապես աննախադեպ թվեր են։ Ջրծաղիկի պատվաստումների ցուցանիշը զորակոչի ենթակա անձանց շրջանում 95% եւ այսպես շարունակ։ Իհարկե հենց այս միջոցառումներն են օգնել, որպեսզի մենք Հայաստանում զերծ մնանք կարմրուկի, դիֆթերիայի, պոլիոմիելիտի տեղական դեպքերից։ Եվ պիտի նշեմ, որ մեր քաղաքացիների իրազեկվածության եւ միայն ու միայն վստահության արդյունքում է, որ մենք կարողացել ենք այսպիսի ցուցանիշներ ունենալ։
Առողջ ապրելակերպի խթանումը շարունակում է լինել մեր ռազմավարական ուղղությունը, եւ այս մասով մենք շարունակել ենք 10 մարզերում եւ Երևանում մեր երեխաների, դպրոցականների կրթական ծրագրերը, քարոզչական արշավները։ Շարունակել ընդլայնել ենք նաեւ ավագ սերնդի հիշողության եւ ֆիզիկական ակտիվությունը ապահովող մեր առողջ ապրելակերպի խմբակները։ Եվ պետք է նշեմ, որ այն ոգևորությունը, այն կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, այն իրար հետ ընկերներ գտնելու, սոցիալիզացվելու այն արդյունքը, որ մենք ունենք այս ծրագրի շրջանակներում, մեզ բոլորիս հուզում է եւ ոգևորում։ Պետք է ընդգծեմ, որ ոչ միայն ծավալներն են ավելացման մասով կարևոր մեզ համար բժշկական օգնության, այլ նաև որակի բարելավումը։ Այս մասով շարունակվել են գործելակարգերի մշակումն ու ներդրումը, 390-ից ավելը մշակվել է նախորդ տարի, կլինիկական օրդինատորների առաջին անգամ լիցենզավորման համակարգն է ներդրվել եւ այս տարի կլիցենզավորվեն նաեւ մեր արդեն իսկ գործող բուժաշխատողները, սա կարևորագույն համակարգային փոփոխություն է։ Նախորդ տարի Երևան քաղաքում գրեթե բոլոր բժշկական կենտրոնները վերալիցենզավորվել են։ Հարգելի քաղաքացիներ, մենք ունեինք կենտրոններ ու ծառայություններ, որ վերջին անգամ 90-ական թվականներին էին լիցենզավորվել, որովհետև այդպիսին էր համակարգը, բայց մեր վերալիցենզավորման համակարգի գործարկման արդյունքում մենք պարբերաբար բարելավելու ենք հագեցվածությունը, բարելավելու ենք սարքավորումներով թարմացությունը եւ մասնագետների առկայությունը։ Եւ շարունակելով մարդկային ներուժի պատրաստման մասով ընդգծեմ, որ նախորդ տարի ֆինանսավորվել է 1600 բուժաշխատողների համար մասնագիտական վերապատրաստման աշխատանքները։ Մարզային ենթակայության կառույցներ ուղղորդվել են բժիշկներ ուղեգրման հիմքով եւ համալրել են Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերի մեր բժշկական կենտրոնները։ Վերջերս Մեղրի բժշկական կենտրոնում ծանոթացա 2 երիտասարդ բժշկուհիների հետ, որ մեկը թերապևտ էր, մյուսը սրտաբան, եւ ուրախ էի, որ նրանք ընդգրկվել են Մեղրիում, փոխել են մթնոլորտ եւ սա է մեր քաղաքականությունը։ Մարզային Երևանի բժշկական կենտրոնների հավասար համալրվածություն ապահովելը։ Պետք է նշեմ, որ մեր կարևորագույն ուղղություններից եղել է, կա եւ շարունակելու է մնալ մեր բժշկական կենտրոնների արդիականացումը եւ ասեմ, որ պետական կապիտալ ներդրումները նախորդ տարի կազմել են 6.4 միլիարդ դրամ, մասնավոր ներդրումները նաև մեր լիզինգային ծրագրերի շրջանակներում միայն լիզինգով 6.7 միլիարդ դրամ է առողջապահական համակարգ մտել։ Եվ այս աշխատանքների շնորհիվ է, որ վերափոխվում է մեր բժշկական կենտրոնների ուրեմն թե ենթակառուցվածքները, թե սարքավորումներով հագեցվածությունը։ Եվ մինչ օրս մենք արդեն իսկ հանձնել ենք շահագործման 21 առողջապահական կազմակերպություն, առաջիկա օրերին կհանձնենք Սիսիանի բժշկական կենտրոնը, Արտաշատի պոլիկլինիկան եւ այլն, եւ վստահաբար մինչև այս տարվա ավարտը 50 օբյեկտների խոստումը կկատարենք։ Ինչպես տեսնում եք, 25 թվականի ընթացքում կառավարությունը շարունակել է հետևողական աշխատանքները ապահովելու մեր ժողովրդի առողջության պահպանումը եւ առողջապահական համակարգի զարգացումը, նախապատրաստվելով առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանը։ Հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր մեր ժողովուրդը սպասել եւ ակնկալել է, որ մեր երկրում հասանելի կլինեն բժշկական ծառայությունները, բայց բոլորը խոսք են տվել եւ չեն արել։ Այսօր առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը իրականություն է եւ պետությունը իր կարևորագույն հանձնառությունը հոգ տանել ժողովրդի առողջության պահպանման, բարելավման եւ ֆինանսական ապահովության մասով իրագործում է։ Բայց կարևոր արձանագրել, որ սա հնարավոր է դարձել միայն իշխանության լեգիտիմության, ժողովրդին լսելու եւ ժողովրդի աջակցությունը ունենալու շնորհիվ։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը հնարավոր է դարձել միայն պետականության եւ խաղաղության շնորհիվ։ Այս համակարգը լավագույնս ցույց է տալիս, թե այն, ինչ չի կարող անել անհատը, կարող է անել պետությունը, թե ինչպես մեր վճարած հարկերի շնորհիվ մենք մեր վճարածից 1000 անգամ ավել արժեք ենք հետ ստանում։
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր քաղաքացիներին, մեծ ու փոքր ձեռներեցներին, ովքեր աշխատում են, բարիք են ստեղծում եւ պարտաճանաչ վճարելով իրենց հարկերը հնարավոր են դարձրել, որ պետությունը հարազատի պես հոգ տանի մեր քաղաքացիների համար, երբ դրա կարիքը կա։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել առողջապահական համակարգի բոլոր աշխատողներին, բժիշկներին, միջին ու կրտսեր անձնակազմին, կազմակերպիչներին, որովհետև միայն ու միայն իրենց շնորհիվ է, որ այսօր մեր քաղաքացիները գոհ ու շնորհակալ են։ Այսօր արդեն առողջության ապահովագրության ներդրման շնորհիվ ունենք միջին բժշկական անձնակազմի աշխատավարձերի բարձրացում։ Հաջորդիվ վստահ եմ շարունակվելու են վերանայումները վարձատրությունների։ Սիրելի բուժաշխատողներ, սիրելի քաղաքացիներ, ամեն օր մենք լուծում ենք խնդիրներ, դրանից խնդիրները մի մասով պակասում են, մի մասով բարդանում, մյուս մասով ավելանում։ Եվ միայն իրար հետ հետևողական, անհոգնել աշխատելով վստահ եմ մենք զարգացնելու, բարելավելու ենք առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Ամփոփելով խոսքս ուզում եմ անդրադառնալ ներողություն մի քանի նարատիվների, որոնք երկար ժամանակ մեզ փաթաթվել են եւ խանգարել առաջ գնալուն եւ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման հաջողությունը դրանք իճիք են դարձրել։ Պետությունը լավ կառավարիչ չէ։ Ինչպես տեսնում ենք, պետությունը լավ կառավարիչ է, եթե իշխանությունը լեգիտիմ է, եթե հաշվետու է ժողովրդին եւ նման խոշոր ծրագրեր հնարավոր է իրականացնել միայն ու միայն պետության կողմից, իհարկե համագործակցելով մասնավոր ոլորտի հետ։ Համակարգը պատրաստ չէ։ Մենք չենք կարող նման բարեփոխումներ անել։ Հիմա լավ ժամանակը չէ։ Տարիների աշխատանքը եւ ներդրումները պատրաստել էին համակարգը։ Մենք անընդհատ կրթվելով կարող ենք իրագործել մեր բոլոր ամենահավակնոտ ծրագրերը։ Եվ հիմա է ժամանակը, որովհետեւ ժողովուրդը մեզ դրա համար է ընտրել։ Ապահովագրության ներդրումը կխանգարի առողջապահության ոլորտի որպես տնտեսության կարևոր ճյուղի զարգացմանը։ Այսօր առողջության ապահովագրության համակարգի շնորհիվ ճիշտ հակառակն է տեղի ունենում։ Ոլորտը բուռն զարգանում է, ներդրումները այդ թվում օտարերկրյա մեծացել են, նաև մասնավոր ապահովագրական ընկերություններում։ Սիրելի ժողովուրդ, առողջության համընդհանուր ապահովագրությունը այլևս անշրջելի իրողություն է։ Այն ընդլայնվելով ներառելու է բոլորին եւ վստահ եմ հունիսի 7-ին գնալու եք ընտրատեղամաս եւ տեր եք կանգնելու խաղաղությանը եւ խաղաղության պտուղներին։ Շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։